Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության եւ ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Պուտինը նաեւ Թրամփին փոխանցել է, որ վաղը տեղի կունենա գերիների փոխանակում 175-175-ի դիմաց սկզբունքով։ Կրեմլի եւ Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն 2.5 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Թրամփն ու Պուտինը վերահաստատել են, որ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդները քննարկել են նաեւ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ այդ հարաբերությունների բարելավումը զգալի հեռանկարներ է բացում ապագա տնտեսական համագործակցության եւ խաղաղության հաստատումից հետո աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։ Միացյալ Նահանգների Սպիտակ տունն իհավելումն այլ հաղորդագրությունների նշել է, որ նախագահ Թրամփն ու նախագահ Պուտինը խոսել են Ուկրաինայի պատերազմում խաղաղության եւ հրադադարի անհրաժեշտության մասին։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի տևական խաղաղությամբ։ Արյունն ու գումարը, որ եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը մսխել են այս պատերազմում, ավելի լավ կլիներ ծախսեին իրենց ժողովուրդների կարիքների համար։ Այս հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր եւ պետք է ավարտվեր վաղուց, խաղաղության անկեղծ եւ բարեխիղճ ջանքերով։ Երկու ղեկավարները խոսել են նաեւ Մերձավոր Արևելքի մասին, որպես ապագա հակամարտությունները կանխելու համար հնարավոր համագործակցության տարածաշրջանի։ Երկու առաջնորդները կիսել են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է լինի այն դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը։ Տարածված հաղորդագրության մեջ բավականին հետաքրքիր է Իրանին վերաբերվող հատվածը։ Գաղտնիք չէ, որ Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքը կապված է Իրանի ատոմային հզորության աճի հետ։ Իսրայելական կողմը շարունակ պնդում է, որ Իրանը պատրաստվում է ատոմային զենք ստեղծել, որպեսզի ոչնչացնի հրեական պետությունը։ Եվ այս համատեքստում բավականին հետաքրքրական է այն, որ կողմերը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է այնպիսի դիրքում լինի, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը։ Ասել է, թե Իրանը չպետք է շարունակի զարգացնել իր ատոմային էներգետիկան։ Փորձագիտական շրջանակներում Իրանի վերաբերյալ հայտարարությունն արդեն իսկ գնահատվում է որպես ռուսական կողմից թույլտվություն Իրանի նկատմամբ հարվածներ հասցնելու համար։ Փաստացի կարելի է ֆիքսել, որ երկու գերտերությունների միջև տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր։ Իրանի նկատմամբ հավանական հարվածներ հասցնելու համատեքստում ռուսական կողմի լոյալության գինը Ուկրաինան է։ Եվ թերևս սրանով է բացատրվում Թրամփի վարչակազմի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում եւ ռուսական կողմի պահանջները բավարարելը։ Թերևս դրանով կարելի է բացատրել նաև իրանական պրոքսիների, հուսիթների եւ Համասի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից վերսկսված հարվածները։ Իրանի շուրջ այսպիսի իրադարձությունների համատեքստում կարելի է բացատրել նաև Բաքվի ակտիվացումը տարածաշրջանում եւ Հայաստանի դեմ վերջին օրերին ծավալվող ակնհայտ խիստ վտանգավոր, կեղծ տեղեկատվական եւ քարոզչական արշավը։ Իրանի շուրջ այսպիսի իրադարձությունների համատեքստում կարելի է բացատրել նաև Բաքվի ակտիվացումը տարածաշրջանում եւ Հայաստանի դեմ վերջին օրերին ծավալվող ակնհայտ խիստ վտանգավոր, կեղծ տեղեկատվական եւ քարոզչական արշավը։